Մայիսյան հերոսամարտերի 90-ամյակին նվիրված հանդիսությունները սկսվել են 3 Ապարան քաղաքի, Բաշապարանի ճակատամարտի հերոսներ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիների բացման արարողությամբ։ Քաղաքապետարանի մուտքի աչքի եւ ձախ կողմերում խորհրդանշորեն բարձրացված այս հուշարձանների օժնության կարգը կատարել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը։ Նրա խոսքով Ապարանի ժողովուրդը 1918 թվականին իր մարմինը զոհաբերեց որպես փրկագին հայոց հողի եւ սերունդների համար։ Հանդիսության մասնակիցները քաղաքի կենտրոնական հրապարակից ուղղվել են Ապարանյան վերածնունդ հուշահամալիր, ուր նախորդին ավարտվել էին վերանորոգման աշխատանքները, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացրել էր 24 միլիոն դրամ։ Ինչպես այս, այնպես էլ հոբելյանական բազմաթիվ այլ նախաձեռնությունների հեղինակը Հայաստանի վարչապետի գլխավորությամբ ստեղծված պետական հանձնաժողովն է։ Ինչպես իր խոսքում ընդգծեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, հանձնաժողովի մշակած ծրագիրը հիշատակի եւ ոգեկոչման ծրագիր է, որում խորհուրդն է պատմական նշանակություն ունեցող ճակատամարտերի Բաշապարանի, Ղարաքիլիսայի եւ սրանց գլուխգործոցը համարվող Սարդարապատի։ Ապարանի վերածնունդ հուշահամալիրը խորհրդանշում է ոչ միայն հայոց մեծ եղեռնի զոհերի, այլև հայոց հաղթանակների համար նահատակվածների անմահությունը, մեծ հայրենականում մարտնչած ապարանցիների ու արցախյան ազատամարտում մարտիրոսվածների հիշատակը։ Ի խոնարհում եւ խնկարկում այս հիշատակության ծաղիկներով ու ծաղկեպսակներով է պատվում վերածնունդը, ուր ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բնորոշման ավարայրից մինչ Սարդարապատ հասած մեր ժողովրդի ազատատենչ ոգին է, շնորհիվ որի կերտվեցին մեր օրերի հաղթանակները Արցախի համար մղված մարտերում։ Եվ որպես այդ ոգու ցուցադրում նախարարի ղեկավարությամբ անցկացվել է զինվորական շքերթ։ Նիկ Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Սաղվան Հովսեփյանի խոսքով Բաշապարանի ճակատամարտի պատմական նշանակությունը ոչ միայն այն է, որ հայ ժողովուրդը միասնաբար հաղթանակ տարավ թուրք ասկերի դեմ, այլև այն, որ այդ հաղթանակը եւս մի անգամ հաստատում է, որ միասնության եւ միաբանության մեջ է մեր ազգի գոյատևման միակ երաշխիքը։ Հոբելյանական հանդիսությանն իր յուրատեսակ նվիրատվությունն է կատարել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որի գլխավորությամբ հուշահամալիրում կատարվել է Ապարանի հերոսամարտի 90-ամյակին նվիրված երգ, հեղինակի խոսքով իրական ոգևորությամբ եւ բարձրագույն նվիրումով ստեղծված ստեղծագործություն։ Մինչև 1935 թվականը այս տարածքը կրում էր Բաշապարան տեղանունը։ Այժմ իր վրայից թոթափել է Բաշ թուրքացին բառը եւ պատմեջերում մնացել որպես ապարանք, դղյակ, ամրոց։ Բովանդակությանը համահունչ 1918 թվականի մայիսի 22-ից ապարանքի նման մնաց անսասան թուրք ենիչերիների հերթական ոտնձգության ժամանակ։ Ալեքսանդրապոլից Երևան շարժվող Շևկի Փաշայի 9000-անոց բանակը 1918 թվականի մայիսի 21-ին մտավ Արարատյան դաշտ եւ առանց կռվի գրավեց Սարդարապատ Կայարանը եւ գյուղը եւ փորձեց առաջ շարժվել։ Սակայն մայիսի 22-ին գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ հայերը ոտքի կանգնեցին եւ Երևանի ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի պատասխանատվությամբ հերոսամարտում վերջապես թուրքերին դուրս շպրտեցին։ Թուրքերը մոտ 3500 զոհ տվեցին։ Այդ օրերին էր, որ թուրքերի 9-րդ դիվիզիան փորձեց թիկունքից Բաշապարանի կողմից գրավել Սարդարապատը, սակայն մայիսի 24-ին դրոյի հրամանատարությամբ 6000-անոց աշխարհազորայինները ծանր մարտերից հետո կանգնեցին թուրքերի առաջխաղացումը։ Այս երկու փայլուն հաղթանակները այնքան էին ոգևորել հայկական հրամանատարությանը, որ գեներալ Սիրիկյանը առաջարկում է սրընթաց հարձակումով ազատագրել Ալեքսանդրապոլը եւ Կարսը։ Պետությունը կարևորելով եւ այս պատմական իրադարձության խորհուրդի իմաստը այդ իսկ պատճառով բարձր մակարդակով պետական հանձնաժողով էր ստեղծել եւ այսօր մենք փաստորեն տեսնում ենք այդ ասենց ասեմ համաժողովրդական միջոցառումներից մեկը, առաջինը, որտեվ ամսի 27-ին էլ նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է իրականացնել Լոռու մարզում Ղարաքիլիսայի ճակատամարտին նվիրված եւ ամսի 28-ին եզրափակենք Սարդարապատի հուշահամալիրում։ 90 տարի է անցել այդ հերոսամարտից։ Նիկ Ապարան հայրենակցական միությունը այս հոբելյանը հավուր պատշաճի էր կազմակերպել։ Մեր բոլորի կերպարի միասնությամբ է ստեղծվում մեր ողջ ազգի կերպարը։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ այդ կերպարի մեջ մեր վարքագիծը, մեր կերպարը նշանակություն ունի։ Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իր կերպարը պայծառ պահելով պայծառեցնում է նաև մեր ընդհանրական կերպարը, մեր հայոց ազգի կերպարը։ Իսկ ընդհանրական կերպարը, հայ ազգի կերպարը, դա մենք ենք։ Եսի կերպարով չի կարող լինել ազգային ընդհանրական կերպար։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիդ ու ցանկանալ ու հույս հայտնել եւ վստահ եմ դրանում,
որ մեր տարածաշրջանի ժողովուրդը, մեր ողջ ազգը իր եսի միջոցով կամրապնդի, կզորացնի մեր ընդհանրական հայ ազգի կերպարը։ Ինչպես եւ ազատամարտում այսօր էլ կողքի են Դրաստամատ Կանայանն ու Սեդրակ Ջալալյանը։ Այսօրինակ միջոցառումները նաեւ հայրենասիրության դաս են գալիքը կերտող սերունդների համար։ Ավարայրից սկսած Սարդարապետով, Բաշաբարանով, Ղարաքիլիսայով այն փոխանցվել է մեր նորօրյա պատմությունը։ Մեր նախնիների սխրագործություններն ու քաջագործությունները, նրանց անձնվեհ պահվածքը եւ մարտնչելու ունակությունները փոխանցվել են մեր հայրերի, մեր պապերի միջոցով հայրենական պատերազմում տարած հաղթանակի ժամանակ մեր սերնդակիցներին, այն սերնդակիցներին, որոնք այսօր էլ Արցախյան գոյապայքարում հայկական ազգային ազատագրական շարժման մեջ ցույց են տվել իրենց արիությունը, պատրաստակամությունը լինել միասնական եւ միասնական կերպով կերտել մեր Հայաստան աշխարհը։ Տոնը նշանավորվեց նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխայանի հեղինակած նոր երկձոնով նվիրված Քաջարայի ապարանցիներին, ովքեր նշանակալի հաղթական էջ դաջեցին մեր պատմության կենսագրությունում։ Ասում են, թե ամեն ազգ ապրելու, գոյատևելու իրավունք ունի, եթե նա պայքարում է։ Մենք ապարանցիներս եւ ընդհանրապես հայ ազգը գոյատևելու, ապրելու երևի իրավունք ունի։ Այստեղ հավաքված այս մեր սերունդը դրա վառապացույցն է, որ ամեն տարի հիշում է այդ օրը եւ շուքով նշում է։ Ես շնորհավորում եմ բոլոր ապարանցիներին եւ բոլոր հայ ազգին։ 1918 թվականի Բաշաբարանի հերոսամարտը դա ոչ միայն ապարանցիների, այլ ամբողջ հայ ժողովրդի աշխարհով մեկ սփռված հայ ազգի հպարտությունն է։ Սրանով սա հիշելը շատ պարտադիր է։ Յուրաքանչյուր սերունդը պիտի դաստիարակվի այդ ոգով, քանի որ այսպիսի հերոսամարտերը, որը ճակատագրական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի համար, ինչպիսին Բաշաբարանն էր, Սարդարապետը, նրան հետևող Ղարաքիլիսան եւ այլն, մեծ դաստիարակչական խորհուրդ ունի։ Առաջին լուր բերողը, որ թուրքը համամլվից շարժել է դեպի ապարան, եղել է հայրս։ Հայրս 6 դյույմանոց գաուբիցայում Ռաշոտում դավաբոյինից առաջի կրակողն եղել Թուրքին եւ երբ որ ես հարցրեցի հայր մոտարպես կարաս ասես ինչքան զոհեր են եղել իր կիսակատակով ասեց դե պուլեմյոտը խոչի հաշվում քան ինչքան զոհ է եղել այդպեսի դաժան ծանր ճանապարհ անցել է իմ հայրս հպարտությամբ եկել են ընդհանրապես նշելու մեր պապերի 90 տարի առաջ տարած հաղթանակը Ես կարծում եմ այս հպարտությունը մեր երիտասարդությանը ավելի ներշնչակ է առաջացնում, որպեսզի իրենց կարողանան իրենց հողնուջուրը պաշտպանել։ Շուրջ 70 տարի կարելի է ասել, որ անտեսվել էր այն հիմնավոր միջոցառումները, որոնք հանդիսացել են այսօրվա հիմքը, անկախության հիմքն են հանդիսացել։ Դա վերաբերում է եւ Բաշաբարանի ճակատամարտին, եւ Ղարաքիլիսայի ճակատամարտին, եւ Սարդարապետի ճակատամարտին։ Իհարկե ժողովրդի իմաստությունը եւ պատմությունը երբեք չի ջնջվում եւ արդեն շուրջ 15-20 տարի մենք վերականգնել ենք այս ավանդույթները եւ պարզապես մենք մեր թուրքն ենք մատուցում, պատմությունն ենք ցանկանում սերունդներին մատուցել, որպեսզի համայն աշխարհը իմանա, թե ինչպիսի հերոսամարտիկներ են եղել հայ ժողովուրդը, որոնք ինչպես են պաշտպանել իրենց հողնուջուրը, իրենց ծնող հողը։ Եվ այսօր պատահական չէ, նաև թուրքը ինքն է գնահատում, թուրք զորավարներն են գնահատում հայոց բանակի դերտասութական թվականներից մինչև այսօր նրանց մարտունակությունը։ Իհարկե խորհուրդը պատմական է եւ հավերժական է այս խորհուրդը եւ սա պետք է լինի շարունակելի եւ սերունդները, քանի սերունդ է, որ մենք փոխենք, մեր հաջորդ սերունդները պետք է իմանան, թե ինչ ձևով է պահվել մեր հայրենիքը, մեր հողը, մեր հայրենին։ 1968-ին կանգնեցված այս հուշահամալիրը ուխտատեղի է այսօր համայն հայության համար։ Խաչ Վարտանի նման էր մեր սետրագը, հետ չէր մնում հերոս խենտի զավակը, անտեսելով թուրքի զորքի քանակը ոսնում էր մեկ աճ, մեկ ծախ, աբարան։ 18 թվին տվիր թուրքին հրաման, կանգ առ դավաբոյին մերն է աբարան, Գյումրի Սարդարապետ Սետրակ Ջալալյան կուշնոր կկովեսիմ քաչ աբարան։ Սարդարապետի եւ Բաշապարանի հաջողությունները ոգեշնչեցին Ղարաքիլիսայում Դիլիջանում գտնվող հայկական զորամասերին եւ մեզ համար հաղթական դարձած մայիս ամիսը պատվով փակեցին։ Մայիսյան հերոսամարտերում տարած փայլուն հաղթանակի նշանակությունը շատ մեծ էր ոչ միայն հայության համար, այլև վրացիների եւ Բաքվի կոմունայի համար։
Սարդարաբադը, Բաշ-ապարանը եւ Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի իր անկախության համար մինչև վերջ պայքարելու վառ օրինակներ են։ Վարդգես Ավետիսյան, Միքայել Խաչատուրյան, Երևան լրատվական։